Դրանով խոսքը փոխանցեմ իմ գործընկեր Արտոմ Մխիթարյանին, խնդրելով, որպեսզի պարոն Մխիթարյանը բացատրի, թե ինչու է օրենքի այս նախագիծը ըստ էության եւ հրեշավոր, եւ հակասահմանադրական, եւ մեր բոլորի իրավունքների տակ։ Խնդրեմ, պարոն Մխիթարյան։ Շնորհակալություն նաեւ լուսաբանելու համար։ Ես կուզենամ, որպեսզի մեր հասարակությանը հայտնի լինի եւ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, կներկայացնեմ, թե ինչ փոփոխություններ են եւ դրանք ընդհանրապես ինչին են վերաբերվում։ Բայց մինչև այդ ուզում եմ ասել, որ մինչև հիմա ընտրական օրենսգրքում կար ընդամենը 3 պահանջ, որ ներկայացվում էր հասարակական կազմակերպություններին կամ հիմնադրամներին, որոնց բավարարելու պարագայում կազմակերպությունները կարող էին իրականացնել տեղական դիտորդական առաքելություն։ Հիմա այդ պահանջների թիվը դարձել է 11, այսինքն ավելացել է 8 պահանջ։ Հիմա հերթականությամբ այդ պահանջները ես կուզենամ ներկայացնել։ Առաջին, պետք է հասարակական կազմակերպության կանոնադրությունը առնվազն 1 տարի պարունակի ժողովրդավարության եւ մարդու իրավունքներին վերաբերող դրույթներ։ Այսինքն կազմակերպությունը գրանցված լինի առնվազն 1 տարի առաջ եւ այդ դրույթները պարունակի նպատակների մասում։ Այս նախկինում եւս կար։ Երկրորդ պահանջը առաքելության անվանումը, այն առաքելության, որով հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հանդես է գալու, չպետք է ասոցացվի մասնակից կուսակցությունների եւ դաշինքների անվանումների հետ։ Նույնիսկ ոչ թե նույնությամբ կրկնի, այլ նույնիսկ ասոցիացիա առաջանա, այդ ժամանակ չի թույլատրվելու դիտորդական առաքելություն իրականացնել։ Իսկ ով է որոշելու ասոցացվում է թե չէ, որոշակի չի, օրենքը չի պարզաբանում։ Մյուսը հասարակական կազմակերպությունը պետք է հրապարակի տարեկան հաշվետվությունը։ Մինչև դիտորդական առաքելության դիմելը, սա իհարկե օրենքի պահանջ է հասարակական կազմակերպությունների համար, նրանք մինչև մայիսը ժամկետ ունեն, որպեսզի հրապարակեն, բայց եթե այդ կազմակերպությունները որոշում են դիտորդական առաքելություն իրականացնել, պետք է մինչև այդ արդեն հրապարակած լինեն իրենց տարեկան հաշվետվությունը։ Մյուս պահանջը տվյալ կազմակերպության ղեկավար մարմինում պետք է ընդգրկված չլինի քաղաքացի, որը նաև թեկնածու է։ Այս պայմանը նախկինում եւս կար։ Հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը չպիտի աջակցի որևէ կուսակցության, որը շատ նորմալ է, չեզոքությունից ելնելով սա նախկինում եւս կար։ Հիմա ավելացել է չի իրականացնում կողմ կամ դեմ քարոզչություն ընդհանրապես։ Եվ հստակ չի, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսքը, հասկանում եք, ոչ թե գրանցվելուց հետո, որովհետև հստակ ասվում է, որ եթե կազմակերպությունը երբևէ բառը իհարկե ես եմ ավելացնում, իրականացրել է քարոզչություն որևէ կուսակցության կողմ կամ կուսակցության դեմ, եւ այդ կուսակցությունը հիմա մասնակցում է ընտրություններին, այդ առաքելությունը չի գրանցվել։ Իսկ նորից եմ ասում, թե երբ այդ որոշակիությունը եւս օրենքը չի տալիս։ Մյուսը պետք է բացահայտի այդ կազմակերպությունը իր ֆինանսական աղբյուրները, այսինքն որտեղից ֆինանսներ, որպեսզի նա իրականացնի դիտորդական առաքելություն։ Ընդ որում, եթե դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում պարզվում է, օրինակ, ինչ-որ փոփոխություն է լինում, օրինակ, լրացուցիչ գումար է ստանում կազմակերպությունը, այդ մասին անմիջապես պիտի հայտնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մյուսը դիմում ներկայացնելը նախկինում մինչև քվեարկությունից առաջ 10 օր, այսինքն քվեարկությունը լինում էր օրինակ ամսի 20-ին, մինչև ամսի 10-ը դիտորդական առաքելությունը կարող է դիմում ներկայացնել, հավատարմագրվել եւ իրականացնել դիտորդական առաքելություն։ Հիմա դա նույն օրն է լինելու ինչ որ կուսակցությունների գրանցման վերջին օրը։ Այսինքն ահագին ավելի շուտ պետք է լինի դիմում ներկայացնելը։ Հաջորդը դիտորդների վարքագծի կանոնները, որոնք նախկինում պահանջվում էին, որ յուրաքանչյուր կազմակերպություն ունենա, հիմա այդ կանոնները պետք է ներկայացվեն կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի իր էլեկտրոնային կայքում։ Հավատարմագրման մասին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու պահից տվյալ կազմակերպությունը պիտի հետևի չեզոքության եւ ուշադրություն հրապարակայնորեն որևէ դիրքորոշում չպիտի արտահայտի, որևէ, այսինքն հրապարակային որևէ խոսք այդ կազմակերպությունը չպիտի անի, եւ սա էապես սահմանափակելու է հասարակական կազմակերպությունների գործունեության տիրույթը։ Եվ վերջի պահանջը
որևէ կուսակցության տեխնացուի օգտին քարոզչության արգելք, սա նախկինում կար, հիմա ավելացել է նաև հակաքարոզչությունը։ Այսինքն ոչ միայն դու կարող ես, պարզը չես կարող, հիմա նաև հակառակ որևէ բան չես կարող ասել։ Այսքան։ Շնորհակալություն։ Ես ընդհանրապես հավելեմ այստեղ, որ քարոզչության եւ հակաքարոզչության այս կոշտ արգելքը, որը այս օրենքի նախագծով նախատեսվում է, մեր տեսանկյունից բացարձակ հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին որոշակիության սկզբունքին, որովհետեւ որոշակիության սկզբունքը պահանջում է, որ օրենքով նախատեսված ցանկացած նորմատիվ վարքագիծ պետք է լինի հստակ։ Իսկ ես բերեմ օրինակ ինչու՞ է անհստակություն։ Օրինակ, երբ որ դες ասում են կուսակցության դեմ քարոզչության բացարձակ արգելք, հա, նախ ժամկետը չի սահմանափակված այս օրենքով։ Չի սահմանափակված, որ ժամկետի մասին է խոսքը գնում։ Գրածայ, որը իրականացնում է, այսինքն երբ դա հստակ չի։ Եվ երկրորդը պարզ չի, թե ինչ է նշանակում հակաքարոզչություն։ Մենք դրա շատ կոնկրետ օրինակները գիտենք, եւ այդ օրինակն է, որ ըստ էության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձել է ներկայացնել մեզ որպես հակաքարոզչություն։ Վաղաշաբաթի ընտրություններից անմիջապես առաջ, եթե դուք հիշում եք, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվեց Հովանավանք վանքային համալիրի գրավում։ Բառի իմաստով ուժային գրավում իրականացրեց։ Մենք այդ ուժային գրավման հետ կապված Հայաստանի Հանրապետության դատախազությանը ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին, եւ այդ հաղորդումը ներկայացնելու ժամանակ բնականաբար ձեզանից ոմանք նույնիսկ ընդդեղներ երևի ներկային, ենթադրաբար մենք ելույթներ ենք ունեցել հիմնավորելով մեր ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին։ Եվ անկեղծորեն հավատում ենք, որ դա այո, հանցագործություն է տեղ ունեցել կամ առերևույթ հանցագործությանը համապատասխանող արարք է տեղ ունեցել։ Հիմա մենք ելույթ ենք ունեցել դրա մասին։ Դա հակաքարոզչություն է, վաղաշաբաթում ընտրություններին մասնակցող քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուների դեմ։ Մեր կարծիքով բացարձակ հակաքարոզչություն չի։ Հիմա պատկերացեք նույն ձևով, եթե ենթադրենք ես փողոցով գնում եմ եւ քաղաքացիական պայմանագրի կամ ցանկացած ընտրություններին մասնակցող կուսակցությունից որևէ մեկի, որևէ անդամ մոտենում է եւ ինձ վիրավորում է, ես էլ ենթադրենք իրան հակադարձում եմ։ Դա քարոզչություն է, հակաքարոզչություն է, դա ինչ է։ Այսինքն ըստեղ այնքան տարածական եւ առանձգական է սահմանված այս գաղափարը, հա, եւ ընդ որում մեկնաբանությունը միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է տա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը կարող է որոշել։ Ձեզ գրանցում է, ձեզ չի գրանցում եւ բնականաբար ելնելով իր ճաշակից էլի, ասենք եթե դուք 5 տարի առաջ որևէ մեկի հասցեին որևէ քննադատական խոսքի ասել, դա ֆորմալ իմաստով այս օրենքի համար հիմք կարող է հանդիսանալ դիտորդական առաքելություն չգրանցելու։ Սա ուղղակի ես օրինակն եմ բերում, որովհետեւ մենք պատկերացնենք, թե օրենքի մեջ ինչ աբսուրդ է իրականում նախատեսված, որը բացարձակ կամայականության առիթ է։ Հիմա եթե սա բավական չի, օրենքի նախագծի քննարկման ժամանակ օրենքի նախագծի համահեղինակ, իսկ իրականում գլխավոր ջատագով Արուսակ Ջուլակյանը, պատգամավորը քաղաքացիական պայմանագրից, հարկի անհարկի պարբերաբար նշել է մեր կազմակերպության անունը, ավելին նաև ներկայացրել է, որ մեր գործունեությունն է հիմք հանդիսացել այսպիսի հրեշավոր օրենքի նախագիծ ազգային ժողով լիագումարնից բերելու համար։ Մասնավորապես ասելով, որ դեռ Գյումրիից էր, իսկ հետո Վաղաշաբաթում եւ այս կազմակերպությունները ստեղծված են մեր կողմից անցկացվող ճակերտներով ժողովրդավարական ընտրությունները վարքաբեկելու, դրանց վրա բիծ գցելու համար եւ այլն։